ինձ թվում է դուք ել եք հոգնել, մենք ել ենք հոգնել, իրենց միակ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենք սպասում են սահմանադրական դատարանի որոշմանը։ Նա նշել է, որ ընդդիմությունը ակնկալում է ընտրությունների երկրորդ փուլ եւ վստահություն է հայտնել, որ իշխանությունը չունի եւ չի ունենալու հանրային աջակցություն, պնդելով, որ ընտրական արդյունքները ձևավորվել են խախտումների միջոցով, ինչը այժմ ապացուցվում է դատարանում։ Անդրադառնալով իր անվան շուրջ շրջանառվող ձայնագրություններին, որոնք ենթադրյալ ընտրակաշառքների մասին են, Կարապետյանը հերքել է դրանց իսկությունը, որակելով դրանք իշխանության կողմից ժողովրդին մոլորեցնելու միջոց եւ հորդորել է իրավապահներին զբաղվել հրապարակումներում նշված անձանց հայտնաբերմամբ։ Նա ընդգծել է, որ չնայած ներկայիս քաղաքական իրավիճակին, վերջնական գնահատականը տալու է ժողովուրդը։ Իրենք ամեն օր մեր երկիրը տանելու են կործանման։ Դուք դա կտեսնեք ձեր աչքերով։ Դրանից հետո մեր ժողովուրդը իր խոսքը կասի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը, հայտնել են իրանական լրատվամիջոցները։ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադիի անցած շաբաթ վերջին Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել երկրի առաջնորդի հուղարկավորությանը։ Ալի Խամենեիի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին, շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ Обсуждается комплекс мер по стабилизации рынка топлива. Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանը վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ չեն բացահայտի, թե որ երկրների հետ են այդ հարցի շուրջ բանակցում։ Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են գործում։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ընդունել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների հետ խնդիրներ կան եւ վառելիքի պակաս է առաջացել։ Նա սակայն նշել է, որ իրավիճակը կրիտիկական չէ։ Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ուկրաինական հարվածների ֆոնին պայթյուններ եւ հրդեհներ են եղել Եգորևսկում եւ Դուբնայում։ Եգորևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել։ ՄԱԿ-ի առևտրի եւ զարգացման համաժողովը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցի տևական շրջափակման աղետալի հետևանքների մասին։ Ռազմավարական այս ուղին փաստացի կատվածար էր եղել փետրվարի վերջին Իրանին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հասցրած հարվածներից բռնկված պատերազմի պատճառով։ Թեև նավագնացության վերականգնումը կարող է արագորեն հանդարտեցնել էներգետիկ շուկան, սակայն գլոբալ լոգիստիկ շղթաները խորը խաթարված են։ Գերատեսչության նոր զեկույցը կասկածի տակ է դնում պարենային անվտանգության արագ վերականգնման հեռանկարը։ Տրանսպորտային երթուղիների եւ սննդամթերքի մատակարարման վերակազմավորումը զգալիորեն ավելի երկար ժամանակ կպահանջի, քան վառելիքի գների կայունացումը։ Արդյունքում աշխարհի առավել խոցելի տնտեսությունները դեռ երկար կբախվեն վառելիքի եւ սննդամթերքի անկասելի գնաճի հետևանքներին։ Օմանը նախաձեռնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից տարանցման վճար գանձելու գործընթաց եւ համապատասխան առաջարկ ուղարկել է արևմտյան գործընկերներին։ Մասկատն ու Թերանը շարունակում են այս ծրագրի առաջմղումը, անտեսելով Վաշինգտոնի պաշտոնական առարկությունները։ Ամերիկյան բանագնացներն արդեն ուսումնասիրում են ներկայացված փաստաթուղթը հետագա բանակցությունների օրակարգը ճշտելու նպատակով։ Այս հավակնոտ նախագիծը լուրջ կասկածի տակ է դնում նավարկության ազատության միջազգային սկզբունքը եւ կարող է նոր լարվածություն հրահրել տարածաշրջանում։ Բենյամին Նեթանյահուն Լիբանանի հարավում տեղակայված զորքերին այցի ընթացքում հայտարարել է, որ իսրայելական ստորաբաժանումները չեն հեռանա սահմանամերձ գոտուց մինչև վերջնական անվտանգության ապահովումը։ Նա զինծառայողներին հրամայել է ցանկացած վտանգ նկատելիս գործել անհապաղ եւ սեփական հայեցողությամբ, առանց վերադասի լրացուցիչ հրահանգներին սպասելու։ Թեև Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված նոր համաձայնագիրը նախատեսում է զորքերի փուլային դուրսբերում, վարչապետի այս կտրուկ ռետորաբանությունը կասկածի տակ է դնում գործընթացի շուտափույթ իրականացումը։ Նեթանյահուն Հեզբոլայի դեմ գործողությունները որակել է որպես ծանր հարված Իրանի ազդեցությանը, պնդելով թե շարժումը կորցրել է իր հրթիռային զինանոցի շուրջ 92%-ը։ Պաշտպանության նախարար եւ բարձրագույն հրամկազմի ուղեկցությամբ նա տեղում ծանոթացել է նաեւ անօդաչու սարքերի դեմ պայքարի նոր տեխնիկայի միջոցներին։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խորհրդարանում հայտարարել է, որ Բուդապեշտը կշարունակի ապաստան տրամադրել զորակոչային տարիքի ուկրաինացիներին։ Այս որոշմամբ երկիրը բացահայտ հակադրվում է Եվրահանձնաժողովի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը սահմանափակելու նոր նախաձեռնությանը։ Պաշտոնական Բուդապեշտն արդեն մերժել է Բրյուսելի առաջարկը, աճառաբանելով Անդրկարպատների հունգարական համայնքի շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Մինչ Դանիան եւ մի շարք այլ երկրներ խստացնում են 23-ից 60 տարեկան տղամարդկանց մուտքի կանոնները, Հունգարիան պատրաստվում է անտեսել Եվրամիության հնարավոր արգելքները։ Կիևը զորակոչիկներին դիտարկում է բացառապես որպես ռազմական ռեսուրս եւ Եվրոպայից ակնկալում է գործուն քայլեր նրանց հայրենիք վերադարձնելու համար։ ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է Դոնալդ Թրամփի ստորագրած աղմկահարույց հրամանագիրը։ Այս փաստաթղթով նախատեսվում էր սահմանափակել Միացյալ Նահանգների տարածքում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Դատական բարձրագույն ատյանի որոշմամբ ծննդյան իրավունքով քաղաքացիության սկզբունքը մնում է անփոփոխ։ Օրենքի ուժը նախկինի պես տարածվում է նաև անօրինական ներգաղթյալների կամ ժամանակավոր վիզա ունեցողների երեխաների վրա։ Եվրոպական երկրներում հուլիսի 6-ից սկսած սպասվում է անոմալ շոկի հերթական ալիքը։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառը մթնոլորտում ձևավորվող օմեգա տիպի արգելափակող անտիցիկլոնն է։ Տապի հիմնական կենտրոնը կլինի Ֆրանսիան, որտեղ օդի ջերմաստիճանը կլիմայական նորման կգերազանցի 6-ից 10 աստիճանով։ Ըստ արկա հաշվարկների օդային զանգվածների այս կուտակումը կպահպանվի նաև հուլիսի 2-րդ տասնօրյակում։ Հարավաֆրիկյան Հանրապետության խոշոր քաղաքներում հակամիգրացիոն շարժումները նոր թափ են ստացել, պահանջելով անօրինական ներգաղթյալների անհապաղ հեռացումը երկրից։ Մի շարք արմատական խմբավորումներ սահմանել են վերջնաժամկետներ եւ ծրագրել ամեն շաբաթյա բողոքի ակցիաներ, փորձելով ինքնուրույն իրականացնել օտարերկրացիների ձերբակալություններն ու վտարումը։ Յոհանեսբուրգում եւ Դուրբանում իրավիճակը կտրուկսրվել է, ինչի պատճառով իշխանությունները ոստիկանությանն աջակցելու նպատակով առանձին թաղամասեր են մտցրել բանակային ստորաբաժանումներ։ Զանգվածային դժգոհության իրական շարժառիթը 30%-ը գերազանցող գործազրկության բարձր մակարդակն է, որի պատասխանատու ցուցարարները համարում են աֆրիկյան այլ երկրներից ժամանածներին։ Բռնությունների եւ թալանի սպառնալիքի տակ արդեն շուրջ 25,000 մարդ հայրենադարձվել է, իսկ հարևան պետությունները սկսել են կազմակերպել իրենց քաղաքացիների շտապ տարհանումը։ Նախագահ Սիրիլ Ռամաֆոսան փորձելով մեղմել լարվածությունը կոչ է արել պահպանել օրինականությունը եւ հիշեցրել օտարերկրյա աշխատուժի կարեւորությունը երկրի տնտեսության համար։